Համահայկական 5-րդ խաղերի ծրագրում այսօր ավարտվել է բադմինտոնի մրցաշարը։ Մանրամասները կներկայացնի Վարդան Թաթևոսյանը։ Վարդան, ովքեր են բադմինտոնի մրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները։ Լիան, այստեղ հաղթողները որոշվել են տղամարդկանց կանանց մենախաղերում, ինչպես նաև զուգախաղերում։ Տղամարդկանց մենախաղերում հաղթող է դարձել Սոֆիայի ներկայացուցիչ Սարգիս Հակոբյանը, երևանցիներ Գուրգեն Պողոսյանը եւ Հրաչյա Մնացականյանը գրավել են երկրորդ եւ երրորդ տեղերը։ Կանանց մենախաղերում հաղթող է դարձել երևանցի Լիլիթ Պողոսյանը, Ռուզաննա Հակոբյանը Կիևից եւ Սվետլանա Վարդանյանը Թբիլիսից արժանացել են երկրորդ եւ երրորդ մրցանակներին։ Տղամարդկանց զուգախաղերում խաղերի հաղթող է դարձել Հայկ Մինասյան Երևան, Բյուզանտ Կասաբյան Սոֆիա Զույգը, իսկ կանանց զուգախաղերում իջևանցի Վարդիթեր Պողոսյան եւ Կիևից Ռուզաննա Հակոբյան Զույգը։ Այսօր ավարտվել է նաեւ շախմատի մրցաշարը։ Համահայկական 5-րդ խաղերը մտել են վճռական փուլ, խաղային մարզաձևերում ավարտին են մոտենում խմբային մրցաշարերը եւ լավագույն հավաքականները վաղվանից կսկսեն պայքարը մեդալների համար։ Թեժ է հատկապես իրավիճակը բասկետբոլի, ֆուտբոլի, ֆուտզալի, վոլեյբոլի մրցաշարում։ Եթե թենիսիստների մրցավեճում հիմնական պայքարը կընթանա երևանցիների միջև, ապա թենիսիստուհիների պայքարում մայրաքաղաքի մարզուհիների հետ կմրցեն Յանա Մինասյանը Քիշնևից եւ Լուսինե Ավանեսյանը Ռուսաստանի Օրլով քաղաքից։ Հակառակ պատկերն է բասկետբոլի մրցաշարում։ Այստեղ մեդալների համար պայքարից դուրս են մնացել երևանցիները։ Փոխարենը գլխավոր մրցանակը վիճարկելու համար հիմնական պայքարը կընթանա Լոս Անջելեսի, Գլենդալի, Կահիրեի, Թեհրանի, Սոչիի, Ստամբուլի, Սպահանի թիմերի միջև։ Լարված կիսաեզրափակիչները խոստանում նաև վոլեյբոլի, ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մրցաշարը։ Չալդիր, Ստամբուլ եւ Սիսիան Երևան, ահա վոլեյբոլի կանանց կիսաեզրափակիչ զույգերը։ Իսկ տղամարդկանց պայքարում, չնայած խմբային մրցաշարը դեռ չի ավարտվել, հայտնի են 4 ամենաուժեղ հավաքականները՝ Ստեփանակերտ, Թբիլիսի, Երևան մեծամոր զույգերը, որոնք կխաղան մեդալների համար։ Որակը անցած համահայկական խաղերի համեմատ ավելի բարձր է։ Երիտասարդ թիմեր կան, հատկապես Թբիլիսի թիմը, Արցախի թիմը, որը շատ հիանալի թիմ է, Ստեփանակերտի թիմը, ուրեմն դե բնական է Երևանի թիմը ու Մեծամորի թիմը։ Ուժեղ տղամարդկանց մեջ այդ թիմերն են, որ կարող են բոլորներ հավակնել առաջի տեղի համար։ Շատ դժվար է, խաղում ենք, տենանք, ով որ ուժեղ է, այդ էլ կկրի։ Իսկ խաղերի մասին ինչ կասես համ։ Շատ լավ ամեն ինչ, շատ հավանում ենք։ Մեր Հայաստանը սիրում ենք, գալիս ենք մեր հողի վրա, ուրախանում ենք, խաղում ենք։ Այսօր առավոտյան իրենց ցնգորյա մրցաշարն ավարտեցին շախմատիստները, 17 երկրների 145 մարզիկ մարզուհիներ շվեյցարական մրցակարգով որոշում էին ուժեղագույներին։ Կանանց մրցավեճում գերազանց արդյունք ցույց տվեց երևանցի Սուսաննա Գաբոյանը, ով 7 հնարավորից վաստակելով նույնքան միավոր դարձավ մրցաշարի հաղթող։ Վանաձորը ներկայացնող Հասմիկ Ղամբարյանը գրավեց երկրորդ տեղը։ Աբովյանցի Դիանա Մնացականյանը, ով իդեպ նախորդ խաղերի հաղթողն էր, այս անգամ բավարարվեց երրորդ տեղով։ Անչափ թեժ պայքար ընթացավ տղամարդկանց հաղթողին որոշելու համար։ 3 շախմատիստներ միաժամանակ 7 հնարավորից վաստակեցին 6-ական միավոր։ Լրացուցիչ գործակիցներով լավագույն եռյակը եզրափակեց Շուշիի ներկայացուցիչ 13-ամյա Մանուել Պետրոսյանը, իսկ չեմպիոնին որոշելու համար երևանցի Զորակ Ապրեսյանի եւ նորհաճնցի Գոր Վիրաբյանի միջև անցկացվեց լրացուցիչ մրցախաղ։ Այստեղ 1.5 հաշվով հաղթեց Զորակը եւ առաջին անգամ արժանացավ համահայկական խաղերի հաղթողի կոչմանը։ Շատ ուժեղ մրցաշար էր, թույլ էր համարյա թե չկային, դե ստացվեց ուղղակի ինձ մոտ առաջ տեղ ընկնել, բայց մյուսներն էլ շատ լավ էին խաղում։ Շատ լավ մրցաշար էր, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր կազմակերպիչներին, մարզիչիս, ընկերներիս։ Լավագույններին մեդալներ եւ գավաթներ հանձնեցին գրոսմաստերներ, շախմատի աշխարհի թիմային առաջնության հաղթողներ Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, ինչպես նաեւ համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ Ղազարոս Հունանը։ Շարունակենք մարզական լուրերի թողարկումը։ Իսպանիայի չեմպիոնի եւ գավաթակրի միջև անցկացվող սուպեր գավաթը կատալոնական գրանցում ստացավ։ Բարսելոնան պատասխան խաղում 3-2 հաշվով տանը հաղթելով Մադրիդի Ռեալին, երրորդ տարին անընդմեջ նվաճել է պատվավորաբար։ Առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի 2-2 հաշվով։ Այստեղ գոլերի հեղինակներ են դարձել Բարսելոնայից Ինիեստան եւ Մեսին, վերջինս աչքի ընկել 2 անգամ, իսկ Ռեալից Ռամոսն ու Բենզեման։ Բրազիլիայի հայտնի Մարականա մարզադաշտի աշխատողները գործադուլ են հայտարարել դժբախտ պատահարից հետո մարզադաշտը, որտեղ պետք է կայանա աշխարհի 2014 թվականի առաջնության եզրափակիչը, վերակառուցող աշխատողները հրաժարվել են դուրս գալ աշխատանքի։ Այդ ամենի պատճառ է հանդիսացել այն, որ աշխատողներից մեկը պայթյունից հետո վնասել է ոտքը։ Գործադուլ են դուրս եկել հարյուրավոր շինարարներ, որոնք պահանջում են աշխատավարձի բարձրացում եւ բժշկական ապահովագրություն։ Մարզադաշտի վերակառուցմանը մասնակցում են 1500 շինարար։ Արդեն 2013-ին
Մարականայում պետք է անցկացվեն կոնֆեդերացիայի գավաթի հանդիպումները, իսկ արդեն 1 տարի անց մարզադաշտը կընդունի աշխարհի առաջնության եզրափակիչը։ Վերակառուցման գումարը կազմում է մոտ $630 միլիոն։ Մախաչկալայի անջին պայմանագրի մանրամասներ է համաձայնեցրել Միլանի Ինտերի կամերունցի արձակվող Սամուել Էտոյի հետ, համաձայն որի ֆուտբոլիստը տարեկան կստանա 20 միլիոն եվրո աշխատավարձ, հաղորդում է Armsport AM-ը հղում անելով La Gazzetta dello Sportին։ Պայմանագիրը նախատեսված կլինի 3 տարով, այժմ կողմերը բանակցում են տրանսֆերի արժեքի շուրջ 30-ամյա հարձակվողի համար, անջին պատրաստ է վճարել 22 միլիոն եվրո, իսկ իտալացիները հուսով են 30 միլիոն ստանալ։ Հիշեցնենք, որ Էտոն այսօր պետք է բուժ զննում անցնի հռոմեական Վիլա Ստյուարտ հիվանդանոցում։